Լրագրող Անի Քոչարը շարունակում է ակտիվ գործունեություն ծավալել։ Անին հաճախ է մասնակցում տարբեր հարցազրույցների ու դրանց ընթացքում պատմում իր առողջական ու ընտանեկան խնդիրների մասին։ Վերջին հարցազրույցի ընթացքում լրագրողը նշել էր, որ իր օրվա խնդիրն այն է, որ ինքը կարողանա ամուսնու կողքին լինել ու որ նա էլ կարողանա հաղթահարել իր առջև առաջացած խնդիրներն ու շուտ վերադառնա Հայաստան ու լինի ընտանիքի կողքին։ Անին հարցազրույցի այդ հատվածը տեղադրել էր Instagram-յան իր էջում ու գրել հետևյալը. «Այժմ իմ առջև խնդիր կա դրված, ամեն օր ապրելու և երեխաներիս հետ շատ ժամանակ անցկացնելու», նշել էր Անի Քոչարը։ Իսկ մենք հավելենք նաև, որ լրագրող Անի Քոչարը ամիսներ առաջ հյուր էր Ամալիա Հովհաննիսյանի Live from հաղորդաշարին, որի ընթացքում խոսել է մի շարք թեմաների մասին։ Star News-ը ներկայացնում է կարևոր հատվածները այդ հարցազրույցից։ Հոսպիտալացվեցի և հերթական անգամ կյանքս փրկեցին։ Դեռ շատ ժամանակ չի անցել և չեմ մարսել այդ ողջ տեղեկությունը։ Կրկին շատ երկար դժվարին ճանապարհ է սպասվում։ Իմ հույսը կրկին ու կրկին Տերն է։ Ըստ բժիշկների, ես ողջ կյանքս պետք է դեղորայքով ապրեմ և հետագայում գուցե պետք լինի սրտի փոխպատվաստում, բայց կարծում եմ ես այդ փուլին չեմ հասնելու, նշել էր Անի Քոչարը։ Այս խոսքերի ժամանակ Անին չկարողացավ զսպել արցունքները։ Նա նշեց հետևյալը. «Վերջին օրերին շատ եմ մտածում այս փորձության մասին և մտածում եմ, եթե սա հերթական քննությունն է Տիրոջ առջև, ես պատրաստ եմ այս փորձությունն էլ անցնել Տիրոջով և շատ մեծ ու անսասան հավատով։ Ես իրականում մահվան գաղափարի հետ դեռ քաղցկեղի ժամանակ եմ համակերպվել, հաշիվներս մաքրել նրա հետ և շատ հանգիստ եմ խոսում դրա մասին, որովհետև մի բան գիտեմ. քրիստոնյա մարդը մահից չպետք է վախենա, բայց իմ վախը, իմ ամենաթույլ տեղը իմ բալիկներն են։ Ես հանուն նրանց պետք է պայքարեմ և ապրեմ։ Ես իմ բալիկներին պետք է մեծացնեմ։ Դեռ Մարիայից ձեռքը բռնած նրան պետք է դպրոց ուղեկցեմ։ Դավիթիս հարսանիքին պետք է պարեմ։ Սա երրորդ հաղթանակն էր մահվան դեմ։ Ես դպրոցական տարիքում էլ մահացու հիվանդություն եմ հաղթահարել։ Իմ հոսպիտալացումը այս անգամ էլ շատ արագ կերպով եղավ ու երբ եկա տուն, ամուսինս արդեն Դավիթի հետ խոսել էր։ Ի ուրախություն ինձ։ Ամուսինս արդեն կարողացել էր նրան հանգստացնել։ Այդ օրերին մեր քավոր կինը գալիս էր Մարիային էր խնամում։ Դավիթի հետ էր լինում և ինձ համար կերակուր էր պատրաստում։ Երբ Դավիթն առաջին անգամ եկավ հիվանդանոց, իհարկե կար նրա աչքերում և հայացքում որոշակի զգացմունքայնություն և հուզվածություն։ Ինձ անվասայլակին տեսավ, որովհետև այդ ժամանակ վերջույթներս թմրած էին, չէի կարողանում քայլել։ Ու չնայած հուզմունքին բոլորս էլ, ես նրան ասացի, որ կհաղթահարեմ։ Այս լուրից հետո մեղքի զգացում ունեմ ինձ հարազատ մարդկանց առջև, որ հերթական անգամ իմ ընտանիքի անդամները, իմ բալիկը ինձ համար պետք է ցավ ապրեն, անհանգստանան ու հուզվեն։ Իմ բալիկներն ինձ համար լավագույն դեղամիջոցներն են։ Իմ ամուսինը շատ խոսող չէ, նա ինձ իր լուռ քայլերով է գոտե պնդում, անկեղծացել էր Անի Քոչարը։ Դե իսկ մեզ մնում է հավելել նաև, որ այս հարցազրույցից հետո Անին արդեն տարել է մեկ վիրահատություն, երկրորդը դեռ առջևում է։ Անի Քոչարը իր Instagram-յան էջում հաճախ է կիսվում իր ապրած օրերի, հույզերի ու բարդ կյանքի մասին։ Նա մի անգամ Instagram-յան իր էջում այսպիսի մի գրառում էր արել, որը հուզել էր իր բոլոր ընթերցողներին։ «Մեծ սիրտ մարդ ես, հաճախ ասում են ինձ և ես ակամա շոյվում եմ։ Միշտ վստահ եմ եղել, որ մեծ սիրտ ունենալը շատ լավ բան է և իրապես այն իսկապես դրական իմաստ ունի, քանի դեռ այդ իմաստը փոխաբերական է և ոչ բժշկական ախտորոշում։ Աշխարհը գլխիս փուլ եկավ և այլևս ամենևին հաճելի ոչինչ չկար, երբ ինձ հայտնեցին, որ սրտային անբավարարություն ունեմ և սիրտս մեծացած, լայնացած է և որպես սրտմկան այլևս իր գործառույթը չի կատարում։ Ավելի քան մեկ ամիս պահանջվեց, որ ես ինչ-որ կերպ հաշվի նստեմ այս ախտորոշման և դրա հետևանքների հետ։ Երբ հոսպիտալացվեցի և հայտնվեցի վերակենդանացման բաժանմունքում սրտային անբավարարության 17,000 ցուցանիշով և թոքերում հեղուկ, հերթական անգամ Տերը ինձ ապրելու հնարավորություն տվեց, բայց ըստ բժիշկների, ողջ կյանքս դեղերով պետք է ապրեմ, հետագայում գուցե սրտի փոխպատվաստման անհրաժեշտություն լինի, բայց իմ հույսը կրկին ու կրկին Տերն է։ Արդեն ամսից ավելի է ինչ ապրում եմ դեղորայքով, շատ և թանկարժեք։ Գնացել եմ նաև երկրորդ և երրորդ կարծիքների հետևից, պնդումները նույնն են, բայց ես վերստին վերապրածս լավ գիտեմ. այնտեղ, որտեղ մահկանացուներն անզոր են, Տերն է գործում։ Աղոթքը շուրթերիս շարունակում եմ բուժումներս,
Գերմարտկային ճիգեր գործադրում, որպիսի ապրեմ իմ բնականոն կյանքով, որպիսի ընտանիքիս եւ հատկապես երեխաներս չտուժեն։ Սա կյանքի հերթական մարտահրավերն ու իմ հավատքի մեծ քննությունն է, եւ ես այն պատվով եմ անցնելու եւ գերազանցությամբ հաղթահարելու։ Կասկած անգամ չունեմ։ Իմ հավատքը, որ մանանեխի հատիկից էլ անհամեմատ մեծ է, այն այս անգամ ոչ թե սարեր է շուռ տալու, այլ իմ սրտի պատերն է շարժելու։ Ես հերթական անգամ վկայելու եմ ու Տիրոջը փառքը պատմեմ։ Բժշկական պնդումներն ու վիճակագրությունը ոչինչ են Տիրոջ հրաշագործության առջև։ Տիրոջ հրաշքի սպասումով, գրել էր լրագրողն իր ինստագրամյան էջում։ Star News-ը առողջություն ու անհոգ կյանք է մաղթում Անի Քոչարին եւ ձեզ ենք ներկայացնում նաեւ մի հոլովակ, որտեղ լրագրողը խոսում է իր հետագա բուժման մասին եւ այն ամենի, որ նա պետք է մեկնի արտերկիր, բայց դա կլինի միայն այն դեպքում, երբ իր երեխաներն էլ կկարողանան իրել հետ մեկնել։ Սիրելիներս, իհարկե շատ շնորհակալ եմ բոլորիդ աջակցության համար, ջերմ խոսքերի համար, խորհուրդների համար, որ բոլորդ գրում եք երեխաներին առողջ մայր է պետք է մեկնել արտերկրում բուժվել եւ հետ վերադառնալ, հավատացեք, եթե ամեն բան այդքան հեշտ լիներ, իհարկե առանց վարանելու ես դա կանեի։ Իրականում կան մի շարք խնդիրներ, որոնց հետ կապված ես չեմ կարող բարձրաձայնել եւ հարցազրույցում են նշել են, որ ամեն փակագից չէ, որ կարող եմ բացել, բայց ավաղ այս փուլում դա անհնարին է։ Այնպես որ դեռ որ ես կշարունակեմ բուժումներս Հայաստանում, անգամ չգիտեմ այնպիսի մի հրեշ չկա իմ եւ որդուս կյանքում, որպեսզի մեր կյանքը սահուն իր բնականոն հունով ընթանա, առանց այն էլ փորձությունները շատ են, խնդիրները շատ են, ինչպես յուրաքանչյուր մարդու կյանքում կարող է պատահել։ Պարզապես այս պարագայում, քանի որ նաեւ կողքից անհարկի միջամտություններ է արվում եւ նաեւ լրացուցիչ արհեստականորեն խոչընդոտներ է ստեղծվում, ապա ամեն բան էլ ավելի դժվար ու բարդ է ստացվում, իսկ իմ պարագայում ինձ համար առաջին տեղում երեխաներս են եւ ես կասկած անգամ չունեմ, որ Աստված ինձ հետ է լինելու, իմ ձեռքը բաց չի թողնելու եւ իմ կյանքում հերթական հրաշքն է գործելու։ Իսկ երբ արդեն հնարավոր լինի կրկին Գերմանիա վերադառնալը եւ այնտեղ բուժումները շարունակելը, բայց որպեսզի երեխաներս էլ ինձ հետ լինեն, որդիս ինձ հետ լինի, ապա հավատացեք, ես դա առանց 1 րոպե տատանվելու կանեմ։ Մարիայովս հղի էի, երբ արյան սկրինինգային հետազոտության արդյունքները ստիպեցին, որպեսզի իմ բժշկուհին ինձ ուղարկի լրացուցիչ հետազոտությունների մեկ այլ հիվանդանոց։ Կասկածներ կար, որ հնարավոր է երեխան ծնվի Դաունի համախտանիշով։ Հուրախություն ինձ հերքվեցին բոլոր այդ կասկածները, եւ Մարիաս ծնվեց առանց որևէ առողջական խնդրի։ Բայց կար մի միջադեպ, մի դիպված, որը ինձ ցնցեց այդ հիվանդանոցում։ Մարզերից մեկից մի երիտասարդ զույգ եկել էր հետազոտության եւ երիտասարդը մուննաթով եւ բարձր տոնով պահանջում էր, որպեսզի բժշկուհին հայտնի սեռը, այն պնդումով, որ եթե աղջիկ լինի, ապա կդադարեցնեն հղիությունը։ Ես ամիսներ շարունակ մտածում եմ, ինչպես կարելի է Աստծո պարգևից հրաժարվել։